Այս տեսքն ունի Իսրայելի թաղամասերից մեկը դժոխային գիշերից հետո։ Մինչև լույս օդային տագնապի ազդանշանը չի անջատվել Իսրայելում։ Գիշերվանից Իրանը սկսել է իր ճշմարիտ խոստում ռազմական օպերացիան Իսրայելի դեմ։ Հարյուրավոր ռումբեր են թափվել Իսրայելի գլխին, հրթիռակոծվել են բնակելի թաղամասեր, նաև ռազմական ու միջուկային օբյեկտներ։ Այսօր վաղ առավոտյան իրանական հրթիռների 4-րդ ալիքն է պայթել Իսրայելի գլխին։ Որոշ թաղամասերում տները հողին են հավասարեցրել իրանական հրթիռները, փրկարարները ամբողջ գիշեր փլատակներից մարդկանց են դուրս բերել։ Տասնյակ վիրավորների ու 2 զոհի մասին է հայտնում իսրայելական կողմը։ Հրթիռակոծված թաղամասերում դեռ ծխում են շենքերը։ Սիոնիստական ռեժիմը մեծ սխալ է թույլ տվել, մեծ չարագործություն։ Հետևանքները նրանք կդժբախտացնեն, եթե Աստված կամենա։ Իրանի ժողովուրդը չի թողնի, որ մեր անգին նահատակների արյունը իզուր թափված լինի։ Բոլորը զգում են, որ մենք պետք է ուժով գործենք սիոնիստական չար ռեժիմի չար ինքնության դեմ։ Նրանց ոչինչ չենք զիջելու, մենք նրանց կյանքը դառնացնելու ենք։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ խփել են իսրայելական տասնյակ թիրախների, ռազմական ու օդային բազաների։ Շարքից հանել են Իսրայելի Նևաթիմ, Օվդա և Թելնոֆ ավիաբազաները, որոնք օգտագործվել են հունիսի 13-ին Իրանի վրա աննախադեպ հարձակումների ժամանակ։ Իրանական հարյուրավոր հրթիռներից մեկն ընկել է Թել Ավիվի Կիրիա կառավարական համալիրի վրա, այնտեղ գործում է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբը։ Իսկ այս կադրը տարածած տելեգրամ ալիքները վստահեցնում են, որ սա ազգային անվտանգության նախարարության հրթիռակոծության պահն է։ Այս ընթացքում Իսրայելը ևս չի դադարեցրել Իրանի վրա գրոհները։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել իրանական թիրախներին։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Ռեժիմը դեռ չգիտի, թե ինչ հարվածներ է ստանալու։ Գիշերը Իսրայելը գրոհել է նաև Զանջան նահանգում գտնվող Իրանի բանակի կենտրոնական զրահատանկային բրիգադի բազայի վրա։ Այս կադրերը իսրայելական աղբյուրներն են տարածել։ Լուսադեմին Թեհրանի Մեհրաբադի օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռներ են ընկել։ 19 իրանական գործակալության տեղեկությամբ ենթակառուցվածքները և թռիչքուղին չեն վնասվել։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։